Հայաստանը եւ Եվրամիությունը հաստատուն քայլերով խորացնում եւ ընդլայնում են երկկողմ գործակցությունը, հատկապես վերջին տարիներին։ Ստորագրվում են նոր համաձայնագրեր, իրականացման փուլում են համատեղ նախագծեր։ Աննախադեպ է նաեւ փոխայցելությունների դինամիկան։ Այսօր օրակարգում Հայաստան-Եվրամիություն նոր ռազմավարական օրակարգն է։ Դեռ 2023 թվականին Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ միությունը Հայաստանի կառավարության հիմնարար բարեփոխումներին աջակցող առանցքային գործընկերն է, իսկ հարաբերությունների օրակարգն ավելի քան ծավալուն է։ Այս ամենի վրա հիմնվելով հարգելի ներկաներ, կարող եմ հստակ եւ համոզված հայտարարել. Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այնքան ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի։ Այս դժվարին ժամանակներում Եվրամիությունը եւ Հայաստանը կանգնած են ուսի տված։ 2023 թվականից ի վեր Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները ոչ միայն խորացել են, այլև տեղափոխվել նոր ռազմավարական մակարդակ։ Ընդ որում երկկողմ գործակցության զարգացման շրջանակում կիրառվում են նաև այնպիսի գործիքներ, որոնք նախատեսված են ԵՄ անդամակցության թեկնածու երկրների համար։ Ինչ հիմնական ձեռքբերումներ են ունեցել այս 3 տարվա ընթացքում։ 2023 թվականին Հայաստանում տեղակայվեց ԵՄ դիտորդական առաքելությունը, 2025-ի հունվարին դրա գործունեության ժամկետը եւս 2 տարով երկարաձգվեց, իսկ թվակազմն ավելացավ։ Հայաստանը եւ Եվրամիությունը համագործակցում են համաշխարհային դարպաս նախաձեռնության եւ միջտարածաշրջանային փոխկապակցվածության օրակարգի շրջանակում, Հայաստանի խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը համահունչ։ Հայաստանը եւ Եվրամիությունը մեկնարկել են խորհրդակցություններ անվտանգության եւ պաշտպանության ոլորտում։ 2024 թվականին Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակներում հաստատվել է Հայաստանի զինված ուժերին աջակցության առաջին փաթեթը 10 միլիոն եվրոյի չափով։ 2024 թվականին հայտարարվեց, որ Եվրամիությունը Հայաստանի հետ պաշտոնական երկխոսություն է սկսում վիզաների ազատականացման հարցով։ Զգալի առաջընթաց է գրանցվել դիմակայունություն եւ աճ ծրագրի շրջանակում։ Սեպտեմբերին հաստատվել է ծրագրի երկրորդ փուլի ֆինանսավորումը ավելի քան 200 միլիոն եվրոյի չափով։ Որոշում է ընդունվել, որ Եվրամիությունը 500 միլիոն եվրո կներդնի Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու դիվերսիֆիկացիան ամրապնդելու համար, այդ թվում միացնելու Հայաստանի, Վրաստանի եւ Թուրքիայի էլեկտրահաղորդման ցանցերը։ Եվրահանձնաժողովը, Եվրախորհրդարանը եւ մյուս կառույցները շարունակում են հստակ եւ վճռական աջակցություն ցուցաբերել Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը։ Ի վերջո, Հայաստանի ազգային ժողովը 2025 թվականի մարտին օրենք է ընդունել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին։ Երկկողմ հարաբերությունները թևակոխեցին լիովին նոր փուլ այս տարվա դեկտեմբերի 2-ին, երբ ընդունվեց Հայաստան-ԵՄ ռազմավարական օրակարգը, որը լրացնում է արդեն իրականացվող համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի շրջանակում ստորագրվեց Հայաստան-Եվրամիություն գործընկերության ռազմավարական օրակարգ վերտառությամբ փաստաթուղթը։ Այն կառուցված է համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիմքի վրա եւ վկայում է բոլոր ոլորտներում գործակցությունը խորացնելու կողմերի հանձնառության մասին։ Այն արտացոլում է Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումները երկրի ժողովրդավարական զարգացմանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն աջակցելու Եվրամիության պատրաստակամությունը։ Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, խոսքի ազատության, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման եւ այլ ոլորտներում բարեփոխումների ուղղությամբ։ Ռազմավարական օրակարգում ներառված են նաեւ անվտանգությունը եւ պաշտպանությունը։ Կողմերը համաձայնել են աշխատել զգալիորեն ավելացնելու եւ դյուրացնելու Հայաստանի արտահանման կառուցվածքի դիվերսիֆիկացումը, ներառյալ նոր արտադրանքի արտահանումը Եվրամիության շուկա։ Ռազմավարական նոր օրակարգն ընդունվեց Բրյուսելում Հայաստանի արտգործնախարարի, Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ եւ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի մասնակցությամբ։ Արարատ Միրզոյանն իր ելույթում նշեց, որ հայկական կողմը գնահատում է Եվրամիության պատրաստակամությունը խորացնելու երկկողմ գործընկերությունը։
Ցանկանում եմ անդրադառնալ համատեղ ամենաշոշափելի արդյունքներին։ Մեկնարկել ենք վիզաների ազատականացման երկխոսությունը եւ տեսնում ենք առաջընթաց։ Պաշտպանական եւ անվտանգության ոլորտներում ընդլայնված համագործակցության շրջանակում եվրոպական խաղաղության գործիքի միջոցով Հայաստանը ստացավ օգնության առաջին փաթեթը։ Եվրամիության քաղաքացիական առաքելության արդյունավետ գործունեությունը եւս մեր գործակցության կարևոր հիմնասյուներից է։ Միրզոյանի խոսքով ուշադրության կենտրոնում են տնտեսությունը եւ բարեփոխումները, եւ այդ հարցում առանցքային նշանակություն ունի դիմակայունություն եւ աճ ծրագիրը։ Արդեն իսկ լայնորեն ընդունված է, որ Հայաստանի խաղաղության խաչմերուկ նախագիծը ոչ միայն լիովին համահունչ է Եվրամիության համաշխարհային դարպասին եւ Սևծովյան ռազմավարությանը, այլև կարևոր օղակ է համապատասխան կապուղիների շղթայում։ Քննարկել ենք ինչպես կոնկրետ նախագծեր, այնպես էլ տարածաշրջանային ենթակառուցվածքների ավելի լայն ապաշրջափակման հեռանկարը։ Հայաստանի արտգործնախարարի խոսքով անդրադարձ է կատարվել նաև Թրամփի ուղի նախագծի իրագործմանը եւ ընդհանուր առմամբ Վաշինգտոնյան գագաթնաժողովի համաձայնություններին, որոնք աննախադեպ հնարավորություններ են ստեղծել, այդ թվում Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հարցում։ Այս ամենը հիմք է նախապատրաստել Հայաստան-Եվրամիություն ռազմավարական օրակարգի համար, եւ մեր հավակնությունները այսքանով չեն սահմանափակվում։ ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն իր հերթին փաստել է, ԵՄ Հայաստան գործակցությունը շարունակաբար բարելավվում է։ Ռազմավարական նոր օրակարգը ներառում է ձեր բարեփոխումները, տնտեսության դիվերսիֆիկացիան ու արդիականացումը, վիզաների ազատականացման եւ անվտանգության հարցերով գործակցությունը։ Մեր ուշադրության կենտրոնում կլինի Հայաստանում ընտրական գործընթացների ներառականությունը։ Կալասը խոստացել է աջակցել նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունների իրականացման գործում։ Նա հայտարարել է Հայաստանին 15 միլիոն եվրո հատկացնելու մասին, նպաստելու խաղաղությանը եւ մեր երկրի դիմակայունությանը։ Այդ միջոցները կուղղվեն մի շարք նախաձեռնությունների ֆինանսավորմանը, ներառյալ ականազերծման մասնագետների պատրաստումը եւ սարքավորումների ձեռքբերումը, ինչպես նաև տարածաշրջանային վստահության ամրապնդման միջոցառումները։ Հայ գործընկերների հետ քննարկել ենք սահմանների կառավարման հարցում աջակցությունը, նաև եվրոպական կողմը շահագրգռված է ոչ միայն Հայաստան-Ադրբեջան, այլև Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա կարգավորմամբ։ Դա կարևոր է, այդ թվում հաղորդակցությունների համատեքստում։ Ռազմավարական նոր օրակարգին է անդրադարձել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը շեշտել, շատ անելիքներ եւ ընդհանուր շահեր ունենք։ Միասին տնտեսապես աճում ենք համաշխարհային դարպասներ ծրագրի միջոցով, որի առաջին փուլը հիմնականում կենտրոնացած էր Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին աջակցության վրա։ Այժմ կկենտրոնանանք նաև առևտրի դիվերսիֆիկացիայի, սոցիալ-տնտեսական դիմակայունության եւ այլ հարցերի վրա։ Մարտակոսը տեղեկացրել է, որ ջանքեր են գործադրվում ավելի ամուր տրանսպորտային, թվային եւ էներգետիկ կապեր ստեղծելու ուղղությամբ։ Նրա խոսքով հարկ է քննարկել, ինչպես կարելի է բարելավել Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի միջև հաղորդակցությունը։ Հայաստանը կենտրոնական դերակատար է տարածաշրջանային հաղորդակցությունների հարցում։ Հարկավոր է ներգրավել մասնավոր ներդրողների, նրանք պատրաստ են գալ։ Այսպիսով խոսքը հիմնականում հարավային ուղղությամբ դիվերսիֆիկացիայի մասին է։ Քննարկում ենք ենթակառուցվածքների հարցով քառակողմ խմբի ստեղծման հարցը, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի եւ Եվրոպայի ներգրավմամբ, հասկանալու ինչպես ավելի լավ կապել թրիփը արևմուտքի եւ արևելքի հետ։ Կոսը շեշտել է, Եվրամիությունը պատրաստ է աջակցել խաղաղության խաչմերուկ նախագիծը գործնականում կյանքի կոչելու հարցում։ Եվրահանձնակատարը նաև տեղեկացրել է, որ 5 միլիոն եվրո են հատկացնում արևելյան գործընկերության տարածաշրջանի համար, այդ թվում Հայաստանին, պայքարելու արտաքին միջամտության եւ ապատեղեկության տարածման դեմ, հատկապես ընտրություններին ընդառաջ։ Որ ուղղություններով են ներկայումս զարգանում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները եւ ինչ ծավալով, առավել առարկայական կքննարկենք անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ասոցացված փորձագետ Նարեկ Մինասյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մինասյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Հայաստանի խորհրդարանն ընդունել է Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը։ Ինչպես է գնահատում այս քայլը եւ ընդհանրապես Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարը։ Նախ եւ առաջ տվյալ օրենքի ընդունումը կարծում եմ պետք է դիտարկել վերջին 3 տարում Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում նկատվող աննախադեպ դինամիկայի հետ եւ այս համատեքստում ըստ էության քաղաքացիական հասարակության կողմից եղավ նախաձեռնություն նման օրինագծի հետ կապված եւ թերևս հիշում ենք, որ քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայացուցիչների ջանքերով հավաքվեց 50,000 անհրաժեշտ ստորագրության փոխարեն 60,000 ստորագրություն եւ ըստ էության տվյալ հարցը մտավ նաև խորհրդարան։ Խորհրդարանի կողմից օրինագծի ընդունումը կարծում եմ բավական կարևոր էր եւ այն նախ եւ առաջ քաղաքական ուղերձ է, թե Հայաստանը ինչպես է պատկերացնում իր ապագան եւ նաև հստակ ուղերձ է Եվրոպական միությանը, որ Հայաստանը շարունակելու է եվրաինտեգրման ուղղությամբ իր ջանքերը եւ իր հանձնառությունը։
Միևնույն ժամանակ տվյալ օրինագիծը չի ենթադրում որևէ պարտավորություն Հայաստանի համար, օրինակ ժամկետների մասով, երբ է Հայաստանը դիմում ներկայացնելու ԵՄ անդամակցության հետ կապված, հետեւաբար դա արդեն հայկական դաշտի որոշելիքն է եւ հայկական կողմը պետք է որոշի երբ, ինչպես, ինչ ձևաչափով մոտենա անդամակցության գործընթացին, այնուամենայնիվ այդ հիմնական ուղենիշերը արդեն իսկ սահմանված են եւ կարծում եմ դա արդեն կլինի ժամանակի հարց։ Միևնույն ժամանակ ցանկանում եմ արձանագրել, որ հայկական կողմը որդեգրել է հետևյալ մարտավարությունը՝ առավելագույնս ինտեգրվել եվրոպական միությանը եւ փորձել տարբեր ոլորտներում իր օրենսդրությունը օրինակ մոտարկել եվրոպական օրենսդրությանը եւ երբ արդեն համապատասխան եւ նպատակահարմար ժամանակահատվածը գա, տվյալ պարագայում արդեն դիմումի ներկայացումը կլինի թերևս ամենափոքր խնդիրը եւ դա նաեւ կհեշտացնի Հայաստանի անդամակցության գործընթացը։ Միևնույն ժամանակ ցանկանում եմ ընդգծել, որ Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացը կախված չէ միայն հայկական կողմից, Եվրամիությունը ունի նաեւ այսպես իր սեփական պատկերացումները ընդլայնման գործընթացի վերաբերյալ, հայտնի է, որ օրինակ մի քանի երկրների մասով արդեն իսկ դիտարկվում է, որ մինչև 2030 թվականը օրինակ Մոնտենեգրոն, Սերբիան, Կոսովոն կարող են դառնալ Եվրամիության անդամ, մի քանի այլ թեկնածու երկրների մասով կան խնդրահարույց հարցեր կամ այդ երկրները բավարար չափով բարեփոխումներ չեն իրականացրել, այնուամենայնիվ ասել, որ Եվրամիությունում կա հստակ միանշանակ ընկալում, որ պետք է շարունակել ընդլայնման գործընթացը, դա այդպես չէ, այնտեղ էլ ամենատարբեր քննարկումներ են ընթանում եւ միևնույն ժամանակ տվյալ գործընթացի հեռանկարները կախված են նաև առանձին անդամ երկրներում տեղի ունեցող զարգացումներից։ Վերջին տարիներին մենք ականատես ենք լինում, որ մի շարք եվրոպական երկրներում իշխանության են գալիս բավական պահպանողական եվրոսկեպտիկ ուժերը եւ տվյալ քաղաքական կուսակցությունները ունեն բավական այսպես ոչ լավատեսական ընկալումներ Եվրամիության ընդլայնման հեռանկարի հետ կապված եւ բնականաբար տարբեր հարցերի վերաբերյալ խնդիրներ են ստեղծում անդամակցության թեկնածու երկրների համար։ Հետեւաբար մի կողմից մենք ունենք տնային աշխատանք անելու, մյուս կողմից չպետք է մոռանալ նաեւ եվրոպական միության շրջանակում ընթացող գործընթացների մասին։ Նոյեմբերին Եվրամիությունը Հայաստանին պաշտոնապես հանձնեց վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Եվրամիության հետ գործակցության համատեքստում Հայաստանի քաղաքացիներին թերևս ամենաշատը հետաքրքրող հարցն է, թե երբ կկարողանանք անխոչնդոտ մուտք գործել Եվրամիության տարածք։ Արդյոք այս գործընթացը եւ հարցը այնքան հեշտ է, որքան կարող է թվալ կողքից։ Իհարկե տվյալ հարցը բավական կարևոր է երկկողմորակարգում եւ այս գործընթացը նախաձեռնվել է դեռ 2024 թվականի սեպտեմբերին, երբ պաշտոնապես մեկնարկեց վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը եւ 1 տարի անց արդեն այս տարվա նոյեմբերին եվրոպական կողմը Հայաստանին փոխանցեց վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Փաստացի դրանով արձանագրվում է, որ հայկական կողմը եւ Եվրամիությունը հանձնառու են այս ուղղությամբ աշխատանքները շարունակելու եւ միևնույն ժամանակ տվյալ փաստաթղթում արձանագրվում են այն հիմնական ուղղությունները, որոնց հետ կապված հայկական կողմը պետք է աշխատանքներ տանի։ Դրանք են օրինակ հանցավորության դեմ պայքարը, միգրացիայի ոլորտում համագործակցությունը, առողջապահական ոլորտում համագործակցությունը, փաստաթղթերի անվտանգության հետ կապված հարցերը եւ նմանատիպ այլ խնդիրներ, հետեւաբար հայկական կողմը բավական լուրջ անելիքներ ունի այս ուղղությամբ եւ տարբեր ոլորտներում արդեն իսկ կան հստակ ժամանակացույցով արձանագրված գործողությունները, որը հայկական կողմը պետք է անի։ Հատկանշական է նաեւ այն հանգամանքը, որ մի շարք ոլորտներում հայկական կողմը արդեն իսկ ունի իրականացված բավական այսպես լուրջ հավակնոտ բարեփոխումներ եւ երբ արդեն գա գործողությունների ծրագրի իրականացման գնահատման փուլը առաջին փուլի ժամանակ կարձանագրվեն նաև հայկական կողմի հաջողությունները եւ կարծում եմ ի տարբերություն արևելյան գործընկերության անդամ այլ երկրների, օրինակ Մոլդովայի եւ Վրաստանի, որոնց դեպքում վիզային ռեժիմի ազատականացման հենց գործընթացը տևել է 3-ից 4 տարի, Հայաստանի դեպքում դա կարող է շատ ավելի արագ լինել եւ իհարկե այս դաշտում, ինչպես եվրոպական կողմն էլ է փաստում, գնդակը Հայաստանի դաշտում է, Հայաստանից է կախված թե տնային աշխատանքը ինչ արագությամբ, ինչ արդյունավետությամբ կիրականացվի։ 2021 թվականին հայտարարվեց Եվրամիության կողմից Հայաստանի համար 2.6 միլիարդ եվրո մոբիլիզացնելու մասին։ Ինչ է ենթադրում այս փաթեթը։ Ինչպես նշեցիք, 2021 թվականին Եվրամիությունը իր տնտեսական եւ ներդրումային պլանի շրջանակում հայտարարեց, որ Հայաստանին տրամադրելու է 2.6 միլիարդ եվրո աջակցություն կամ մոբիլիզացնելու է նման գումար Հայաստանի զարգացման համար։ Բավական կարեւոր է ընդգծել, որ
այս միջոցները ուղղակի աջակցություն չեն, անհատույց աջակցություն չեն, դրանք գեներացվելու են այդ միջոցները տարբեր աղբյուրներից, մի մասը լինելու է վարկեր, մի մասը լինելու է անհատույց օգնություն, տարբեր դրամաշնորհներ, երաշխիքներ տարբեր գործերի հետ կապված, ինչպես նաև ուղիղ ներդրումներ Հայաստանում։ Մինչ օրս այս գումարից մոտ 500 միլիոն եվրո արդեն իսկ ներդրվել է Հայաստանում, ինչը բավական տպավորիչ գումար է եւ բավական կարևոր է արձանագրել նաև, որ 2.6 միլիարդ եվրոն բավական այսպես երկարաժամկետ ծրագրերի համար է նախատեսված, այսինքն մի քանի տարվա շրջանակում են այդ գումարները տրամադրվելու եւ մոբիլիզացվելու։ Այս նախաձեռնության շրջանակում Հայաստանի եւ Եվրամիության միջև համագործակցությունը նախատեսված է մի շարք ոլորտներում, օրինակ առավել մրցակցային տնտեսության ձևավորելու ուղղությամբ, թվային կերպափոխման ուղղությամբ, Հայաստանի հարավային շրջանների դիմակայունության ամրապնդման ուղղությամբ եւ այլ ոլորտներում։ Հետևաբար կան հիմնական արձանագրված ուղղությունները, որոնց շրջանակում երկու երկրները համագործակցել են եւ դրանց հետ կապված մի շարք ծրագրեր արդեն իսկ իրականացվել են, օրինակ Կանաչ-Երևան նախաձեռնության շրջանակում էլեկտրական ավտոբուսների տրամադրումը Երևանին հենց տեղի ունեցել այս ծրագրի շրջանակում։ Այսինքն մի շարք ծրագրեր արդեն իսկ կյանքի են կոչվել, որոշները դեռևս այսպես պլանավորման եւ իրականացման փուլում են, մի մասն էլ դեռ առաջիկայում մենք կտեսնենք։ Նաեւ պարոն Մինասյան, Եվրամիությունը հայտարարում է մեր տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու, հաղորդակցությունների ապաշրջափակմանը նպաստելու մասին, մասնավորապես խոստանում է ներգրավվել Թրամփի ուղու կյանքի կոչմանը։ Պետք է քաշ գիտակցել, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը բխում է ոչ միայն Հայաստանի, Ադրբեջանի եւ հարևան երկրների շահերից, այլ նաեւ ընդհանուր տարբեր կենտրոնների, այդ թվում Եվրամիության շահերից։ Վերջին տարիներին Եվրամիությունը հատկապես ակտիվ համագործակցում է Կենտրոնական Ասիայի երկրների հետ եւ այս տարվա սկզբին տեղի ունեցավ Եվրամիություն Կենտրոնական Ասիա գագաթնաժողովը, որի շրջանակում Եվրահանձնաժողովի նախագահը եւս հայտարարեց, որ հաղորդակցությունների եւ կապերի ամրապնդման համատեքստում Կենտրոնական Ասիայի եւ Եվրամիության միջև բավական կարեւոր է Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան սահմանների բացումը, որոնք ըստ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ձևակերպման կփոխեն խաղի կանոնները ողջ տարածաշրջանում։ Այս համատեքստում բնականաբար կարևոր էին հատկապես Վաշինգտոնյան պայմանավորվածությունները եւ որոնք բավական նոր հեռանկարներ են բացում տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման տեսանկյունից եւ նաեւ առավել իրատեսական են դարձնում այս ուղղությամբ ամենատարբեր նախագծերը։ Եվրոպական միությունը թեև մաս չի կազմում Վաշինգտոնյան պայմանավորվածությունների, այնուամենայնիվ տարբեր ձևաչափերով, տարբեր մակարդակներով ցանկություն է հայտնում ներգրավվածություն ունենալ տարածաշրջանի ապաշրջափակման գործընթացում եւ այստեղ բավական կարեւոր է արձանագրել նաեւ այն հանգամանքը, որ եվրոպական կողմը չի սահմանափակվում կամ իր ընկալումները չեն սահմանափակվում միայն փոքր առանձին ճանապարհահատվածների կառուցմամբ, եւ Բրյուսելից շատ հստակ հայտարարում են, որ առավել ընդգրկուն, առավել լայն ընկալում ունեն տարածաշրջանի նկատմամբ եւ ցանկացած նախագիծ պետք է դիտարկվի նախ ներառականության համատեքստում եւ երկրորդ ավելի լայն արևելքը արևմուտքին կապող նախաձեռնությունների շրջանակում։ Օրինակ, Եվրամիությունը Վաշինգտոնյան պայմանավորվածություններից հետո բավական ակտիվ շփումների մեջ է թե ադրբեջանական կողմի հետ, թե հայկական կողմի հետ եւ փորձում է հասկանալ այս երկու երկրի առաջնահերթությունները հաղորդակցությունների ոլորտում, այսինքն ինչ կարիքներ ունեն, ինչ առաջնահերթ նախագծեր ունեն, որոնց Եվրամիությունը արդեն պատրաստ կլինի ֆինանսական աջակցություն տրամադրել։ Տարբեր հանդիպումների շրջանակում ադրբեջանական կողմը օրինակ բարձրաձայնում է Նախիջևանով անցնող երկաթուղու արտիականացման հարցը, որը ըստ էության լինելու է թրիփի շարունակությունը։ Տարիներ շարունակ խորհրդային տարիներին այդ երկաթգիծը գոյություն է ունեցել, սակայն 90-ականներից փաստացի դրա գործունեությունը դադարեցվել է եւ վիճակը այդքան էլ լավ չի։ Եվ հետաբար ադրբեջանական կողմը ակնկալում է բավական լուրջ, խոսք է գնում մոտ 1 միլիարդ եվրոյի մասին, բավական լուրջ աջակցություն ստանալու հարցի հետ կապված եւ այդ ուղղությամբ քննարկումները շարունակվում են։ Սակայն օրինակ Եվրոպական միությունը կարևորում է, որպեսզի նույն Նախիջևանով անցնող երկաթգիծը շարունակվի ոչ թե դեպի Թուրքիա, այլ մտնի Հայաստան, երաս-սադարակ հատվածով եւ ըստ էության այդ ներառականությունը ապահովի տվյալ նախագծի շրջանակում եւ օրինակ Հայաստանից արդեն շարունակվելով դեպի Գյումրի այնտեղից շարունակություն կունենա դեպի Կարս եւ կմտնի Թուրքիայի տարածք։ Տվյալ նախագիծը բավական իրատեսական է եւ շատ ավելի քիչ միջոցներ են ենթադրում, քան օրինակ Թուրքիա-Նախիջևան երկաթգծի կառուցումը, որի ուղղությամբ եւս թուրքական կողմը աշխատանքներ է տանում։
Հետաբար բավական կարևոր է, որ Եվրամիությունը այս ներառականության սկզբունքը կարևորում է եւ ինչպես նշեցի, հայկական կողմի հետ էլ քննարկումներ են ընթանում, թե հայկական կողմը ինչ առաջնահերթ նախագծեր ունի հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ, որին Եվրոպական միությունը կարող է աջակցել։ Սա բավական կարևոր է եւ միևնույն ժամանակ պետք է արձանագրել, որ եվրոպական կողմը պատրաստ է նաև աջակցություն եւ օգնություն տրամադրել Հայաստանի, այսպես ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը։ Վերջերս Բրյուսելում էր Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը եւ եվրոպական կողմի հետ քննարկումներում օրինակ անդրադարձ է եղել նախարարության կարողությունների զարգացման խնդրին եւ եվրոպական կողմը պատրաստ է նաեւ աջակցել այս հարցում։ Սա բավական կարևոր ուղղություն է, հաշվի առնելով, որ Հայաստանը այժմ թեւակողմ է ամենատարբեր տարածաշրջանային նախագծերի, կոմունիկացիաների նախագծերի իրականացման փուլ եւ ցավոք սրտի տարիներ շարունակ մեր մոտ այդ ինստիտուցիոնալ կարողություններին բավարար ուշադրություն չի դարձվել եւ այսօր դրա անհրաժեշտությունը առավել քան երբևէ բավական ակտուալ է։ Նաեւ երկկողմ գործակցության նոր ուղղություն է արձանագրվել հիբրիդային հարցակումներին հակազդելը։ Ինչ է սա ենթադրում։ Թերևս նորություն չեմ ասի, որ վերջին տարիներին Հայաստանը բախվում է ամենատարբեր հիբրիդային հարցակումների, դրանք տարբեր տեղեկատվական արշավներն են, ապա տեղեկատվության տարածումն է, կիբերհարցակումներն են եւ այլն եւ այլն։ Կա մտավախություն, որ առաջիկա սպասվող ընտրությունների համատեքստում նման հարցակումները առավել կակտիվանան եւ արդեն իսկ կան նման միտումներ, ընդ որում նկատելի է նաեւ տարբեր նոր տեխնոլոգիաների կիրառումը, օրինակներից մեկը, երբ բացվում են բավական հեղինակավոր միջազգային լրատվականների անվանումների կրկնօրինակող կամ դրանց նմանությամբ 1-2 օրանոց կայքեր եւ դրանք տարածում են այսպես բավական հնչեղ վերնագրերով ապա տեղեկություն, մի քանի դեպք արդեն արձանագրվել է հայկական դաշտում, Հայաստանը եւ Եվրամիությունը քննարկել են նաեւ այս հարցերը եւ եվրոպական կողմը պատրաստակամություն է հայտնել մոտ 12 միլիոն եվրո աջակցություն տրամադրել հայկական կողմին հնարավոր մարտահրավերների հաղթահարման, հիբրիդային սպառնալիքների չեզոքացման, ինչպես նաև կիբերամտանգության ոլորտի ամրապնդման ուղղությամբ։ Հարկ է նշել, որ այս աջակցությունը նախատեսված չէ միայն կառավարության համար, դրանից կարող են օգտվել նաև լրատվամիջոցները, քաղաքացիական հասարակությունը, ընդ որում նույն եվրոպական կողմը կարևորում է, որ կառավարությունը համագործակցի քաղաքասարակության հետ, հաշվի առնելով, որ կողմերից որևէ մեկը առանձին չի կարող բավարար ձևով արդյունավետ հակազդել հիբրիդային սպառնալիքներին եւ նմանատիպ համագործակցությունը ուղղակի անհրաժեշտություն է։ Բավական կարևոր է նաեւ այս առումով Մոլդովայի եւ Ռումինիայի վերջին ընտրությունների փորձը եւ եվրոպական կողմը եւս կարևորում է, որ այս ուղղությամբ եւս համագործակցություն իրականացվի նույն Բուխարեստի եւ Քիշնևի միջև, հաշվի առնելով, որ տվյալ երկրների փորձը բավական թարմ է եւ ընտրական գործընթացների շրջանակում նրանք բախվեցին բավական աննախադեպ հիբրիդային հարձակումների ու սպառնալիքների եւ կարծում եմ հայկական կողմի համար բավական ուսուցանելի եւ օգտակար կարող է լինել ամենատարբեր այդ փորձի փոխանակման ծրագրերը, որովհետեւ դրանք կօգնեն նաեւ պատկերացում կազմել ինչ է մեզ սպասվում եւ փորձել հնարավորինս արդյունավետ ձևով պատրաստվել հնարավոր հարձակումներին։ 2026 թվականի մայիսին տեղի կունենա Եվրամիություն Հայաստան առաջին գագաթնաժողովը։ Ինչ է սա նշանակում Հայաստանի համար եւ ընդհանուր առմամբ ամփոփելով, ինչ է նշանակում ռազմավարական այս նոր օրակարգը։ 2026 թվականի մայիսին Երևանում նախատեսված Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովը թերևս լիովին նոր ձևաչափ է հայկական կողմի համար եւ լիովին տեղավորվում է նաեւ արդեն ռազմավարական մակարդակի բարձրացված հարաբերություններին։ Միևնույն ժամանակ ցանկանում եմ ընդգծել, որ ստորագրված նոր փաստաթղթի հետ կապված դեռ մարտին, երբ համաձայնեցման փուլում էր, տվյալ փաստաթուղթը կրում էր գործընկերության նոր օրակարգ անվանումը։ Սակայն դեկտեմբերի 2-ին, երբ այն ստորագրվեց եւ հրապարակվեց, փաստացի նրա անվանումը եւս փոխվել էր եւ այն ստացել է Հայաստան-Եվրամիություն ռազմավարական օրակարգ անվանումը, ինչը եւս ընդգծում է երկկողմ հարաբերությունների ռազմավարական բնույթը եւ փաստացի ֆորմալ արձանագրում է դա։ Կարծում եմ սա բավական կարեւոր է եւ հուսանք առաջիկայում եւս երկկողմ հարաբերությունները կշարունակվեն հենց այս ռազմավարական ոգով։ Ինչ վերաբերում է բովանդակությանը, թերևս գաղտնիք չէ, որ Հայաստանը վերջին տարիներին որդեգրել է դիվերսիֆիկացման քաղաքականություն, որը նաև հաճախ կոչվում են հավասարակշռման կամ հավասարակշռող արտաքին քաղաքականություն։ Եվ այս համատեքստում Հայաստանի հիմնական խնդիրներից մեկն է թույլատնել իր կախվածությունները ամենատարբեր ուժային կենտրոններից, խոսքը ընդ որում միայն ռազմական անվտանգային կախվածությանը չէ, դա տնտեսական, էներգետիկ կախվածություններն են։ Եվ այս համատեքստում թերևս Եվրամիության հետ համագործակցության զարգացումը բավական լուրջ հնարավորություններ կարող է բացել եւ արդեն իսկ բացում է Հայաստանի համար, որպեսզի օրինակ նույն էներգետիկ ինքնաբավության տեսանկյունից
նոր գործընկերներ գտնի, նոր նախագծեր իրականացնի, օրինակ քննարկում է Հայաստանի, Թուրքիայի եւ Հայաստան-Վրաստան էներգագծերի միացման հնարավորությունը, հաշվի առնելով, որ Հայաստանը էլեկտրաէներգիա արտահանող երկիր է եւ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ առաջիկայում մենք նախատեսում ենք նոր ատոմակայանի կառուցում, արտահանման խնդիրը առավել հրատապ է դառնալու եւ բավական կարեւոր է, որպեսզի Հայաստանը կարողանա այդ ապրանքը էլեկտրաէներգիան արտահանի ամենատարբեր շուկաներ։ Միևնույն ժամանակ առևտրի հետ կապված նոր ռազմավարական գործընկերության փաստաթուղթը ենթադրում է նաև գործակցության խորացում այս ոլորտում, օրինակ հայկական ապրանքների առավել հեշտ մուտք եվրոպական շուկաներ, ինչը եւս բավական կարեւոր է։ Անվտանգային ոլորտում եւս գործակցությունը բավական ակտիվ զարգանում է եւ այս ուղղությամբ կա թե աջակցություն եվրոպական կողմից եւ բավական կարեւոր է նաեւ արձանագրել, որ Հայաստանը ցանկանում է լինել ոչ միայն անվտանգության սպառող, այլ նաև անվտանգության մատակարար։ Թերևս դրանով է պայմանավորված, որ օրինակ օրեր առաջ Հայաստանում վավերացվեց փաստաթուղթ, որով հայկական կողմը արդեն կարող է մասնակցություն ունենալ տարբեր Եվրոպական միության տարբեր ճգնաժամային կառավարման գործողություններին կամ առաքելություններին։ Դրա օրինակներից մեկը օրինակ Հայաստանում գործող քաղաքացիական առաքելությունն է, այսինքն այլ երկրներում, իսկ աշխարհում մոտավորապես 20 նման առաքելություն եւ գործողություն կա։ Նման գործողություններում արդեն Հայաստանը կարող է ցանկության դեպքում մասնակցություն ունենալ եւ նաեւ իր ներդրում ունենալ համաեվրոպական օրակարգին, ինչը բավական կարեւոր է։ Նաև պարոն Մինասյան, հաջորդ տարի բացի Եվրամիություն Հայաստան գագաթնաժողովից Երևանում նախատեսված է նաև Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, եթե չեմ սխալվում։ Տվյալ ձևաչափը եւս բավական կարեւոր է եւ հայկական կողմը բավական ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովներին։ Հայաստանում գագաթնաժողովի անցկացումը մի կողմից ունի բավական խորհրդանշական կարեւորություն եւ փաստացի արձանագրում է նաեւ, որ Հայաստանը շարունակում է մնալ եւ իրեն համարում է եվրոպական ընտանիքի մաս։ Միևնույն ժամանակ սա լավ հնարավորություն է հարթակ տրամադրելու նաև համաեվրոպական օրակարգի հարցեր քննարկելու համար, որովհետև տվյալ գագաթնաժողովի շրջանակում տեղի ունենում ամենատարբեր ձևաչափերով հանդիպումներ, թե երկկողմ, թե բազմակողմ բնույթի։ Միևնույն ժամանակ սա բավական դրական քայլ կարող է դառնալ Հայաստանի միջազգային հեղինակության ամրապնդման տեսանկյունից, որովհետև փաստացի հայկական կողմը հյուրընկալելու է Եվրոպական միության 27 անդամ երկրի, ինչպես նաև գործընկեր երկրների ղեկավարներին։ Նման մասշտաբի միջոցառում ամենօր չէ որ հնարավոր է կազմակերպել։ Շնորհակալ եմ պարոն Մինասյան այս հարցազրույցի համար։ Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները թևակողում են նոր շրջափուլ, որն ավելի լայն հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար՝ սոցիալ-տնտեսական զարգացման, առևտրի դիվերսիֆիկացման, անվտանգության եւ դիմակայունության ամրապնդման, աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային մարտահրավերների հասցեագրման գործում։ Հայկական կողմը հանձնառու է շարունակել իր ժողովրդավարական ուղին չնայած բոլոր մարտահրավերներին։ Եվրոպական կողմն էլ պատրաստ է աջակցել փորձի փոխանակմամբ, խորհրդատվությամբ, կարողությունների զարգացմամբ եւ ինստիտուտների ամրապնդմամբ։ Այսօր օրակարգում Հայաստան-ԵՄ նոր ռազմավարական օրակարգներ։